ամենաֆունդամենտալ բանը, որ ժողովրդից է դուրս եկել, ժողովրդից է բխած եւ որը ամրագրված է մեր սահմանադրությունում, դա հենց անկախության հռչակագիրն է։ Չպետք է առհասարակ պատրաստվենք որևիցե խաղաղության, որովհետեւ ինքը ընտրություններից առաջ գնաց ու հայ ժողովուրդն ասեց, եթե ինքը չստանա սահմանադրական մեծամասնությունը, այն է ազգային ժողովի 2/3, այսինքն եթե ասում պատգամավոր, եթե ինքը չունենա ազգային ժողովում, սեպտեմբերին Ադրբեջանը մեր նկատմամբ հարձակում է իրականացնելու։ Ամեն դեպքում մենք պետք է պատրաստվենք հաղթանակի եւ ոչ թե խաղաղացման, նոր սահմանադրության փոփոխության դեմ պայքարը, սա շատ հարմար առիթ է կամ ժամանակ է, որպեսզի հայ ժողովուրդը վերջապես ինչ-որ մի բնագծում կանգնեցնի թշնամուն։ Ինչի մենք պատերազմի չենք պատրաստվում, երկու ամսից պատերազմն է սպասվում։ Սա Փաշինյանն է ասել, շատ ճիշտ խոսացող մարդ է, ասում է, որ կհարձակվեն մեր վրա։ Քաղաքապետար Ծառուկյան ցանկացած անհասկանալի իրավիճակում պետք է նման կերպ գործել Ծառուկյանի դեմ եւ ձերբակալել կանոնավոր Աշխոտյանին։ Հիմա տեսնենք այդ նույն մարդիկ ինչպես են պաշտպանելու կամ դեմ լինելու հրցակը։ Անկախություն նշանակում է ամենակիչ զոհը։ Անկախության կորուստ նշանակում է առավելագույն զոհերը։ Ողջույն հարգելի հայրենակիցներ, Մարտական եղբայրության միաբանության գրասենյակում ենք, հերթական անգամ ամփոփելու ենք անցնող շաբաթը պատմական շաբաթ հաղորդաշարի եթերում, այս անգամ պատմական շաբաթը ամփոփելու ենք Ռուբեն Դալաքյանի հետ։ Ողջույն Ռուբեն ջան։ Ողջույն Մասիսը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ Բաքվում արդեն ավարտին են հասցվել խաղաղության պայմանագրի տեքստը, վերջնական տեսքն ունի եւ սպասում են Հայաստանի Հանրապետության կողմից սահմանադրության փոփոխմանը։ Դրան զուգահեռ մեր իրականությունում Փաշինյանն ասում է, որ դա ադրբեջանական պահանջ չէ, Ադրբեջանի հետ կապ չունի, ինչ է տեղի ունենում առհասարակ Ադրբեջանն ինչ անում, Հայաստանի իշխանությունները ինչ են անում։ Մենք բազմիցս դեռ 2024 թվականի փետրվարից սկսած հիմնավորել ենք, հիմա շատ երկար երբ թե այս անգամ չենք խոսի, բայց ժամանակագրությամբ եւ հստակ փաստերով եւ հստակ պահանջներով Ալիևի կողմից եւ ոչ միայն Ալիևի կողմից, այլ ադրբեջանական իշխանական ապարատի առաջնային դեմքերի կողմից շատ հստակ այդ պահանջը դրվել է։ Այսինքն այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, որ սահմանադրությունը պարտադրված է Ադրբեջանի կողմից եւ մինչ այսօր անգամ այս վերջին հայտարարությամբ արտաքին գործերի նախարար Ադրբեջանի նույն բանն է նշում, հետեւաբար հայ ժողովուրդը միանշանակ պետք է մերժի իրեն պարտադրված նոր սահմանադրությունը եւ եթե վարչապետը իր հուլիսի 5-ի ուղերձում սահմանադրության տոնի կապակցությամբ նշում էր, որ Հայաստանի ժողովուրդը պետք է որպես սահմանադիր որոշում կայացնի, այստեղ սահմանադրի դերում հանդես է գալիս Ադրբեջանը կամ Ալիևը, ինչպես ուզում ենք կոչենք։ Հիմնական բանը այստեղ է, որ ինչու՞մ է պարտադրանքը։ Պարտադրանքը անկախության հռչակագրին է անմիջապես վերաբերվում, որտեղ ամրագրված է Արցախի եւ Հայաստանի վերամիավորման ուրեմն համազգային որոշումը, նաեւ ուրեմն արդեն Գերագույն խորհրդով հաստատված որոշումը, այսքանը եւ մի շատ կարեւոր նկատառում էլ մեր սահմանադրության մեջ հիմնական բանը, ամենաֆունդամենտալ բանը, որ ժողովրդից է դուրս եկել, ժողովրդից է բխած եւ որը ամրագրված է մեր սահմանադրությունում, դա հենց անկախության հռչակագիրն է։ Այն հիմնված է եղել ազգային շարժման, համազգային շարժման հիմքի վրա, որը ձևակերպել է անկախ պետականություն ունենալու իր որոշումը եւ սա շատ լայն համաժողովրդական, շատ մեծ ուրեմն համաժողովրդական վստահություն եւ պոպուլարություն ունեցող շարժում է եղել եւ հենց ժողովուրդն է որպես սահմանադիր հայտարարել անկախության հռչակագիրը եւ հակադրության մեջ է դրվում վարչապետի խոսքը իբր ժողովուրդը պետք է որոշի, բայց նոր սահմանադրությամբ ցանկանում են համաժողովրդական շարժման որոշումը չեղարկել։ Բայց դե եթե գնանք այն սկզբունքով, որ մի պահ մտածենք, որ վարչապետը շատ ճիշտ խոսացող մարդ է, այսինքն ինքը երբեք սուտ չի խոսում, ինչ ասում է, տեղի ունենում իր ասածներով ենք մենք առաջնորդվում, շատ ճիշտ խոսացող մարդ է։ Մենք չպետք է առհասարակ պատրաստվենք որևիցե խաղաղության,
որովհետև ինքը ընտրություններից առաջ գնաց ու հայ ժողովրդն ասաց, եթե ինքը չստանա սահմանադրական մեծամասնությունը, այն է ազգային ժողովի 2/3, այսինքն 70 պատգամավոր, եթե ինքը չունենա ազգային ժողովում, սեպտեմբերին Ադրբեջանը մեր նկատմամբ հարձակում է իրականացնելու։ Այս պահին պարլամենտում իրենք 64 պատգամավոր ունեն, այսինքն 3/5 ունեն եւ 6-ին պակասում է, որպեսզի իրենք սահմանադրական մեծամասնություն լինեն ու ասում եմ, ելնելով այն բանից, որ ինքը երբեք սուտ չի խոսում, իրականում է իր ամեն ասածը, այսինքն ինքը երբեք ոչ իր ասածն է փոխում, Հայաստանի Հանրապետությունում եզակի մարդ է ինքը, որ ճշմարտախոսն է, Նիկոլ ճշմարտախոսն է, պետք է պատերազմ պատրաստվենք։ Տրամաբանական չէ, ինչ խաղաղություն։ Ամեն դեպքում մենք պետք է պատրաստվենք հաղթանակի եւ ոչ թե խաղաղացման, քանի դեռ մենք չենք դադարեցրել այս իջումների, պարտությունների շարքը, որը հետևողականորեն կատարվում է իշխող քաղաքական կուրսի կողմից, քանի դեռ չենք կանգնեցրել այս պարտությունների շարքը, մենք չենք կարող ուրեմն գլուխներս ավելի վեր բարձրացնել եւ հաղթանակների մասին մտածել։ Առաջին հաղթանակը ավելի ճիշտ դա է եւ սահմանադրական այս նոր սահմանադրության փոփոխության դեմ պայքարը սա շատ հարմար առիթ է կամ ժամանակ է, որպեսզի հայ ժողովուրդը վերջապես ինչ որ մի բնագծում կանգնեցնի թշնամուն։ Ռուբեն 2 ամսից սեպտեմբերն է։ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, ընտրություններից առաջ ինքը խոստացել է, չգիտեմ, չի խոստացել, առասել է, եթե չստանամ սկսելու է պատերազմ։ Իսկ Ծառուկյան ու Ղարաբաղյանն ասում են, եթե մենք չընտրվենք, Ռուսաստանը սկսելու է տնտեսական պատերազմ, առերևույթ տեսնում ենք մենք այդ տնտեսական պատերազմը հայ գործարարների նկատմամբ, գյուղացիների նկատմամբ, արտադրողների նկատմամբ հաջորդիվ, այսինքն մենք գիտենք, որ մեր քաղաքական դաշտի հետ հիմնական խաղացողները շատ ուղիղ խոսացող ազնիվ մարդիկ են, միշտ ճիշտ են ասել ժողովրդին, հերթական անգամ, այսինքն Փաշինյանը եթե ճիշտ է ասում, հավատում ենք Փաշինյան։ Շատ լավ, այսինքն իհարկե ինչի պատերազմի չենք պատրաստվում։ Ինչի մենք պատերազմի չենք պատրաստվում։ 2 ամսից պատերազմ է մեզ սպասվում։ Սա Փաշինյանն է ասել, հարգելի հայ ժողովուրդ, Փաշինյանի աջակիցներ, ընտրողներ, այն մարդիկ, ովքեր ընտրել են Փաշինյանին, որպեսզի Հայաստանը անկախանա Ռուսաստանից, շատ լավ են արել, որ փորձում են նման կերպ մտածել Հայաստանը անկախացնել, բայց հիմա մենք պետք է պատրաստվենք պատերազմի։ Սա Փաշինյանի շատ լավ նկատառում էր։ Իմիջիայլոց այս շաբաթ նաև ակտիվացան խոսակցությունները անկլավների հետ կապված։ Նախ հիշենք, որ օրինակ ուժեղ Հայաստանից ընտրված պատգամավորներից մարդիկ են, ովքեր որ իրանց են համարում անկլավ, չգիտեմ արդեն ընդդիմադիրները, իշխանավորները, բոլորը միասին Հայաստանի տարբեր տարածքներ անունը դնում են անկլավ ու պատրաստում են դա հանձնել Ադրբեջանին։ Սա մի կողմ դնենք, խոսենք Փաշինյանի հայտարարություններից, որ ինքը ասում է, եթե մենք գնում ենք այն կախավարկածը, որ ով ինչին տիրապետում է, ուրեմն դա իրենն է, դա նշանակում է ջերմուկի տարածքների, մնացած մեր օկուպացված տարածքների հարցը մենք օրակարգից հանում ենք։ Մենք պետք է գնանք դե յուրե ճանապարհով այն քարտեզներով, որ դրված են սեղանի եւ որոնք մենք արդեն սահմանազատում իրականացրել ենք Տավուշի մարզի հատվածում։ Սենց այս Փաշինյանի հայտարարությունն է, խոսքն է, խոսքից մեջ բերված հատված է։ Հիմա երկրորդը ինքը ասել է, որ օրինակ ադրբեջանական անձնագրերում եւ կարծես թե դրամներում, արձվաշենը ներկայացված է իրենց մոտ որպես անկլավ եւ մենք պետք է նույնը կրկնենք այստեղ ու ինքը հստակ նկատի ունի Տիգրանաշենը, վերին ոսկեպարը ու Սոֆուրու բարխուդարու գյուղերը, որ տխրահրճակ պատմություն է, այսինքն այդ ժամանակին Հայաստանը խորհրդայնացվեց, մտան այդտեղ Ազատամուտ է, Իջևանը եւ Հայաստանը խորհրդայնացվեց։ Իմիջիայլոց իրենք ցանկանում են այս տարածքները նախապատրաստել, որպեսզի հանձնեն Ադրբեջանին։ Հիմա սա պատերազմով են պատրաստում իրականացնել այդ սեպտեմբերին սպասվող, թե չգիտեմ, սա իրենց ասած սահմանազատում կամ սահմանագծում, իմիջիայլոց քարտեզներ են հիշատակում, ինչ քարտեզների մասն է խոսքը։
Եթե առաջին մասով գանք, երբ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական որոշ ուրեմն ջրմանրադրամների վրա եւ հանձնագրերում առանց արծվաշենի է պատկերված քարտեզը, այստեղ շատ կողմնակալ մոտեցման հետ գործ ունենք եւ մանիպուլատիվ, որովհետեւ շատ տարբեր բաներ կարող են լինել, տարբեր քարտեզներ կարող են գծված լինել եւ Փաշինյանը մանիպուլատիվ կերպով ընտրում է այդ տարբերակը, որ իրեն ձեռք է տալիս, բայց ոչ մի կերպ չի անդրադառնում համենայն դեպս այդ հայտարարության մեջ նրան, որ պաշտոնական մակարդակով կազմակերպված միջոցառման ժամանակ ամբողջ Հայաստանի տարածքը նշվում էր որպես Ադրբեջան։ Սա բացահայտ կողմնակալ ոչ Հայաստանի շահերից բխող դիրքորոշում է եւ մանիպուլատիվ։ Սա մեկ, երկրորդ անկլավների փոխանակման հարցը բազմաթիվ անգամ մտել է օրակարգ եւ շատ ենք հակադարձել, որ Հայաստանի ներսում այդ անկլավ կոչված, ճակերտավոր անվանենք անկլավ կոչված տարածքները այն պատահական դիրքերում չեն։ Դրանք այնպիսի դիրքերում են, որպեսզի Հայաստանը իրոք սարքեն-խոցելի գծված են խորհրդային պետության ժամանակահատվածում եւ միտված էին Հայաստանի ինքնուրույն գոյատևումը արգելակելու համար, կենսունակությունը նվազեցնելու համար։ Պատահական տարածքներ չեն, եւ այդ տարածքներից բացվում են շատ մեծ հնարավորություններ շրջակա հսկայական ուրեմն քաղաքների, գյուղերի վերահսկողության համար։ Մենք նույն վերին ոսկեպարի համար առանցին նաև տեսահոլովակով քարտեզներով մի ժամանակ ունեին գծած, ուրեմն Իջևան, Նոյեմբերյան, Ալավերդի, Դիլիջան, Վանաձոր քաղաքները եւ իրենց հարակից գյուղերը բոլորը գտնվում են այսպես մի անմարդաբնակ լեռնային անտառային կղզյակի շուրջ։ Վերին ոսկեպարի տարածքը եւ իր հարակից շրջանները, որով նա կոչվում է անկլավ, գերիշխանություն է հաստատում այս լեռների գագաթներին եւ այդտեղից ուղակի դիվերսիոն ներթափանցող խմբերի համար ուղակի կես ժամվա հարց է հասնել Վանաձոր կամ մյուս քաղաքներ կամ կտրել երկաթուղին կամ մայրուղին, որը անցնում է Վանաձոր Ալավերդի հետ ձորով։ Այն մեր ճշմարտախոս վարչապետը հիշեցնում է, որ տեղի ունեցել սահմանազատում եւ սահմանագծում, Տավուշում ինքը դա որպես լավ գործողություն է ներկայացնում ու հիշում ենք այն ժամանակ, երբ Ռոբենաց հասավ ոսկեպարը, ասաց, որ մենք սա պետք է իրականացնենք, թե Ադրբեջանը մի շաբաթ հետո կհարձակվի մեր վրա։ Ի վերջո մենք տեղի ունեցել միջազգային սահմանազատում կամ միակ ու վերջին առաջին 2 տարվա առաջին ու վերջին անգամ։ Հա, 2 տարվա ընթացքում դրանից այլևս ոչ միտեղ ոչինչ տեղի չունեցավ։ Ասում են, այս սրանց կսկսենք, հաջորդը ջերմուկը, Վարդենի, սա իրենք ազատեն, ոչինչ տեղի չունեցավ։ Երբ որ մենք ասում ենք, սա ուղղակի հենց այդ հատվածում ճանապարհը հանձնելու process-ը տեղ ունենում, ասում են, ոչ, մենք գնում ենք խաղաղության։ Հիմա չկա, հիմա պատերազմի են գնում, հիշեցնեմ, որ պատերազմի են գնում։ Չի հավաքի համադրական մեծամասնություն, շատ ճիշտ խոսացող մարդը ասում է, որ կհարձակվեն մեր վրա։ Իդեպ Ալիևը ժամանակին հայտարարել է, որ որտեղ կանգնած է ադրբեջանցի զինվորի ոտքը, Ադրբեջանը այդ տարածքից դուրս չի գալու։ Ես քալ հետ չի գնա։ Նաև նշենք, որ Ադրբեջանը այս շաբաթ ավելի կոշտ է արձագանքել Քնեսեթում հայոց ցեղասպանության ընդունման նախագծի դեմ, քան Թուրքիան նույնիսկ։ Իրենք սպասում էին, որ դրա փոխարեն հակառակը կդարբեր Խոջալույի իրենց օրինաց այսպես կոչված Խոջալույի ցեղասպանության հարցը, բայց այնիշ դեր ունեցավ հակառակը։ Ինչի մասն է սա խոսում Իսրայել-ադրբեջանական հարաբերությունների վատ տարածման, թե այստեղ այլ խորը շերտեր կան, որը միգուցե մեծ տեսանելի չի այս բանին։ Անձամբ ինձ համար երևի թե տեսանելի չի, չեմ տիրապետում այդ թեմային խորությամբ, բայց կարծես թե գոնե արտաքուստ նման է, որ Ադրբեջանը փորձում է
Թուրքիայի հետ հարաբերություններում լրացուցիչ միավորներ վաստակել, ինչպես նաև գիտենք, որ Ադրբեջան-Իսրայել կա երկարամյա համագործակցություն եւ այստեղ, այսպես ասած, այդ առևտրի գինն են կարող բարձրացնում ադրբեջանցիները Իսրայելի հետ հարաբերություններում, այնպես որ ամեն դեպքում այս բոլոր շահերը գործընթացները շրջանցում են բուն Հայաստանը եւ մենք այստեղ գործուն չենք։ Հետաքրքիր մոտեցումների միջից սա, երբ Ադրբեջանը ինքնուրույն խաղացող է արդեն փորձում հանդես գալ տարածաշրջանում ու ցանկացած իրավիճակ փորձում է իր համար օգտակար դարձնել, նույնիսկ հայկական ցեղասպանության հարցը ինքը կարողանում է իր համար սակարկելի թեմա սարքել ու ավել բան ստանալ թե Թուրքիայից, թե Իսրայելից։ Ընդ որում այս հարցում Հայաստանը որևէ կերպ չի արձագանքում գոնե Ադրբեջանին։ Իմիջիայլոց այս շաբաթ նաև ներքաղաքական իրավիճակներ բավականին հետաքրքիր։ Մենք տեսանք, որ երկամսյա կալանք տվեցին Հայաստան Դաշինքի պատգամավոր Արեգ Նազմանուկյանին, որովհետև նա իրենց մեծ մեղադրանքի Անդրանիկ Թևանյանին տեղեկատվություններ փոխանցել, գաղտնի տեղեկատվություն պետական, որը իր փոխանցել է ռուսական հատուկ ծառայություններին, ամենատեսած է նշվում, այսինքն լրտեսության մեջ է մեղադրվում Հայաստան Դաշինքի պատգամավոր Արեգ Նազմանուկյանը, որքանով է դա համապատասխանում իրականությանը մենք չգիտենք, դա սուտ մեղադրանք է, թե ճիշտ մեղադրանք է, անմեղության կանխավարկածը չխախտենք, թող լինի իրականում օբյեկտիվ քննություն, ինչը խիստ կասկածում ենք։ Հաջորդիվ երկամսյա ժամկետով երկարաձգվեց տնային կալանքը, Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց եւ իրավապահները ներխուժեցին Գագիկ Ծառուկյանի բնակարան։ Սեփակ առանձնատուն ավելի չասում։ Իրավապահները ներխուժեցին Գագիկ Ծառուկյանի առանձնատուն։ Նրան ցուցադրաբար գետնին գցեցին, կադրերում երևում է, որ նա գետնին ընկնելու պահին կարմիր շորերով էր, սպորտային համազգեստով էր, հաջորդ պահին տանից դուրս գալուց, չնայած որ դա մի քանի ժամ է տևել, արդեն գեղեցիկ սպիտակ հագուստով էր, ուշադրության պետք է արժանացնել նաև այս բանը, որովհետև երբ որ մարդուն նման կերպ ձերբակալում են, հետո հնարավորություն չեն տալիս նույնիսկ հաց ուտելու, ուր մնաց շորերը փոխելու, չգիտեմ, միգուցե մի հատ էլ ցայվելու, չգիտեմ, ընտանեկան ընթրիք կազմակերպելու, սա թող արձագանքի մնացած մարդիկ, ովքեր երբևիցե քաղաքական կամ այլ պատճառներով նման կերպ կոշտ ձևով ձերբակալվել են, թող ասեն իրենց ինչ են թույլ տալի առհասարականներ, ինչ չէ, որովհետև մի տեսակ տարօրինակ է, մի կադրում երևում է, որ իրոք անմարդային կերպով մարդուն գետնին գցում են դեպքում, որ մարդը չի էլ դիմադրում, հաջորդ պահին այդ մարդը ժպիտի դեմքին փոխված արդեն ավելի լավ արտաքին տեսքով դուրս է գալու տանից, բայց սա մի կողմ դնենք, ինչ է քաղաքական հետապնդում է, չգիտեմ, տնտեսական հետապնդում է, ինչ նկատառումներ ունեն այս ամենը։ Ասիջան, որևէ այս դեպքերից որևէ մեկին չեմ ցանկանան առանձնահատուկ ուրեմն կարծիք արտահայտել։ Հիմնական ուրեմն սխեման այսպեսին է, ինչ ուրեմն ԿՊ-ն իշխանության ղեկին է, հա, ամենասկզբից գոռում են, գոչում են 5-րդ շարասյուն ընդդիմության հասցեին։ 5-րդ շարասյուն նշանակում է պատերազմի ժամանակ թշնամի պետությանը աջակցող ներքին ուժ։ Ինչ է դա նշանակում։ Եթե կա այդ 5-րդ շարասյունը եւ կառավարող ուժը նշում է հստակ մեղադրանք է ներկայացնում, ապա այնուհետև եկող ժամանակահատվածում նրանց պարտավորությունն է, հա, ուրեմն այնպես անել, որ Հայաստանում չլինի 5-րդ շարասյուն։ Երբ իրենք մեկ ամիս ասում են 5-րդ շարասյուն, մենք կարող ենք հասկանալ 2 ամիս, Ես էլ չեմ հասկանում, եթե մի անգամ են ասում, բայց երբ որ դա շարունակվում է ավելին, 1 տարի, 2 տարի, 5 տարի, 6 տարի եւ ավելին, սա նշանակում է, որ կառավարությունը նույնպես մաս է այդ 5-րդ շարասյանը։
որտեղ իրացնում են այդ ամեն տերմինները։ Իր պարտավորությունն է, որ Հայաստանում չլինի 5-րդ շարասյուն։ Եվ նրանք ունեն բոլոր լծակները։ Մենք տեսնում ենք ինչպես են ձերբակալում, հա, այսպես մի հատ հրամանով եւ վերջ ամեն ինչ sense տոտալ։ Այսինքն նրանք ունեն այդ հնարավորությունները, բայց թողում են որ 5-րդ շարասյուն գործի տարիներով Հայաստանում, հա։ Սա խոսում է նրա մասին, որ իրենց ձեռք է տալիս այդ 5-րդ շարասյունը եւ այդ 5-րդ շարասյան ուժերը իրենց համար հարմար թիրախ են ընտրություններին եւ նրանք թողնում են որ ընտրություններին մասնակցեն, թողնում են որ ընտրակեղծիքներ անեն, կաշառքներ բաժանվեն եւ այլն հետ կան կոնկրետ գործողություններին։ Օրինակ ոստիկանները գետնին գցելով ձերբակալում են Գագիկ Ծառուկյանին։ Սա Ես չեմ ասում Գագիկ Ծառուկյանը սուրբ է ու պետք է, չգիտեմ, օրինակ քաղաքական աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին այս թեմայով։ Բայց սա ծնում է մի նախադեպ, որ եթե ոստիկանը իրեն զգում է ապահով, որ կարողանում է զգետնել Գագիկ Ծառուկյանին, վաղը ինձ, քեզ, մյուս քաղաքացիներին ավելի խիղճը հանգիստ է ամեն ինչն իրականացնում, որովհետև ինքը դիմադրության չի հանդիպում, այսինքն ոչ մեկի հետ կապված սրտացավ չի, օրենքի կողմնակից չի, արդարության կողմնակից չի, այսինքն նախադեպեր են ծնվում, որը որ նախկինում ենթադրենք նման կերպ չեն իրականացրել։ Այսինքն որ մարդուն անդադ ցույց է տալ դեմոնստրացիվ, որ այ ես Ծառուկյանին կարողանում եմ այսպես անել, մտնել տուն։ Մի օրվա մեջ բոլոր բիզնեսները մի օրվա մեջ փակել, դա արտաքին աշխարհն ազդակ է, որ Հայաստանը դառնում է ռիսկային զոնա ներդրումների համար։ Այսինքն պետությունը մեզ համար Պետությունը կարող է ցանկացած պետության ղեկավարությունը ցանկացած բայ ինչ ուզի կարող է անել ու դրա համար ոչ մեկին պատասխանատու չէ։ Բայց ասեմ որ սրա համար մեկ մեղավորը հենց Գագիկ Ծառուկյանն է, հենց Սամվել Կարապետյանն է, Ռոբերտ Քոչարյանն է ու դրա համար էլ իրենք աջակցություն չեն ստանում, լայն աջակցություն չկա իրենց շուրջ։ Իրենց մտերիմները որոշակի իրենց ընկերներ աջակցում են, փորձում են սատար լինել, բայց մեծ հաշվով անտարբերություն իրենց նկատմամբ է, որովհետև իրենք անտարբեր են, երբ որ Արցախում պատերազմ էր, անտարբեր են, երբ որ Արցախը հանձնվում էր, վերջնականապես հայաթափվում էր, անտարբեր են եղել այլ քաղաքական ուժերի նկատմամբ ռեպրեսիաների ժամանակ, ձայն չեն հանել, նույնիսկ Ծառուկյանին հարցնում են, ասում են Սամվել Կարապետյանը, Բանտարկյալը թե չի ասում Սամվել Կարապետյանը իմ ընկերն է։ Այսինքն ինքն իր ընկերոջ մասին չի կարող քաղաքականության մեջ է, քաղաքական գործիչ է իրեն ներկայացնում, քաղաքական ուժի առաջնորդ է, ինքը չի կարողանում պրոցեսներին քաղաքական գնահատական տալ։ Իրականում որովհետև այդտեղ քաղաքական process-ներ չեն գնում, այլ հասարակ սեփական բիզնեսի շահերի պաշտպանություն կամ իշխանությունների թելադրանքով կատարվող գործողություններ եւ հակառակը, այսինքն որ բային ինչպես ձեռք է տալիս եւ այո վարչապետին հաջողվեց Ծառուկյանին սարքել քաղաքական բանտարկել։ Տաղանդավոր պետք է լինել մեծ Գեորգ Սաֆարյան գրել սրա մասին։ Ադրբեջանի Սաֆարյան մեծ տաղանդ պետք է ունենալ, որպեսզի Ծառուկյանին սարքել քաղաքաբանտարկել։ Ինչ տեսել չենք տեսել, ես չենք լսել։ Քաղաքաբանտարկել Ծառուկյան, ցանկացած անհասկանալի իրավիճակում պետք է նման կերպ գործել Ծառուկյանի դեմ եւ ձերբակալել կանոնավոր Աշոտյանին։ Սա արդեն կատակերգության է նմանվում, բայց ասեմ, որ այս բոլոր քաղաքական ուժերը իմիջիայլոց օրինակ լուր մնացին, երբ որ Հայաստանում 91 թվականից մինչև այսօր եզակի դեպքն է, որ գաղափարական ու ծրագրային պատճառով չի գրանցվում կուսակցությունը։ Այսինքն բոլոր նորմերին համապատասխանում է, բայց գաղափարական թեմայով քաղաքական վերերից հրահանգ կար, որպեսզի չգրանցեն մեր կուսակցությունը, ազգային հեղափոխություն կուսակցությունը պետական ռեգիստրում չի գրանցվել գաղափարների պատճառով։ Ու այդ գաղափարները իմիջիայլ համադրական կարգը վերականգնելուն էր ուղղված, ոչ թե համադրական կարգի տապալմանն էր ուղղված, որովհետև Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պարտավոր են վերականգնել կամ պահպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Մենք սրա շուրջ ունեցել ենք խոսակցություն, դիսկուրս, ու հենց սրա պատճառով մեզ չեն գրանցել։ Որևիցե մի քաղաքական ուժ
չկանգնեց, ասեց, «Էս ինչ են անում»։ Ու լռությունը ծնում է հաջորդիվ այլ մեծ հանցագործություններ իշխանության կողմից։ Բոլորի դռները թակելու է, եթե դուք շարունակեք լուր մնալ, շարունակեք մասնակից չլինել, աչք փակել, ասել սա մեր հարցը չի, կարևորը մեր բիզնեսները, աչք գնան, հիմա տեսնում եք, Ծառուկյանի ամբողջ բիզնեսները փակվել են։ Ձեր բիզնեսներն են փակվելու, ձեր քաղաքական ուժերն են փակվելու։ Սա գնում է տոտալ վերահսկողություն բոլշևիկյան ժամանակաշրջանում ենք ապրում, 37-ն է վերադարձել, նման կերպ են իրենք իրենց դրսևորում։ Մի հատ բան ասեմ, Մաս ջան, իդեպ ներկուսակցության մասով երբ խոսք կար տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար, նաև այսօր խոսեցինք այդ, այսպես ասած, ճակերտավոր անկլավների հարցից, ես շատ կցանկանամ տեսնել, թե մարդիկ, ովքեր այդ կրծքին կպցրած քարտեզով, որ, այսպես ասած, երդվում են եւ այնտեղ, այսպես ասած, ծակեր չկային, եւ հենց այդպես էլ հայտարարվում էր, հա, հիմա տեսնենք այդ նույն մարդիկ ինչպես են պաշտպանելու կամ դեմ լինելու անկլավների այս բարձրացող հարցին։ Տանը 3 հատ ծակ են։ Սա շատ կներես, սա շատ կարևոր է, որովհետեւ ինչ որ մի կերպ փորձում են այդ մարդիկ արդարացնել, հա, իրենց դիրքորոշումը, որ դե հիմա մեր հնարավորությունը այսքանն է, ճակերտավոր իրական Հայաստան եւ այլն, հա, որի մեջ վարչապետը այդ անկլավները չեր ներառել եւ շատ ուղիղ, այսպես աչքերի մեջ նայելով տեսախցիկներում ասում էր սա է Հայաստանի քարտեզը ու կարծեմ հարցել եղավ շատ կոնկրետ, բա այդ անցքերը չկան, ասում էր այս է Հայաստանի քարտեզը եւ հիմա նորից իր խոսքին հակառակ եւ իր հետևորդները բոլորը նորից պետք է հիմա էլ արդեն անցքերով քարտեզի անունով երթվեն։ Հետաքրքիր մի բան կա, քանի որ դրա մասին մեկ անդրադարձել ենք նախորդ հաղորդումներում խոսել ենք այդ Նախիջևանում տեղի ունեցած Արևմտյան Ադրբեջանի ֆորումի հետ կապված, այնտեղ մեկին մեկ նույն քարտեզներ այդ իրենց կարգին, բայց այնտեղ անկլավներ չկար։ Այո։ Իսկ միգուցե իրենք երբ որ իրենց կրծքին են կպցնում, իրենք որպես արևմտյան ադրբեջանցիներ իրենց կրծքին կպցնում ու դա արևմտյան ադրբեջանի քարտեզն է։ Չգիտեմ, ես արդեն սկսել եմ կասկածել, որ իրենք իրենց լավ էլ ադրբեջանցի են համարում, հենց արևմտյան ադրբեջանցի են համարում, այլ ոչ թե հայ, որովհետև այս ամեն ինչը կարող է հիմա գույները խտացված թվալ, բայց այն ամեն ինչը իրենք ինչ անում են վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության ու հայ ազգի նկատմամբ, սա միգուցե հենց ուղիղ բուն ադրբեջանցիները չկարողանան անել, այսօրվա մեր ունեցած իշխանությունները ավելի վատ են վարվում։ Միգուցե Հայաստանում լիներ ադրբեջանցի ղեկավար զուտ ինքնասիրության համար թույլ չտար, որ երկիրը այսօրին ենք սրվեր, ասենք, ընդդիմադիր պայքարի մեջ մտներ Ալիևի հետ, բայց սրանք, չգիտեմ, կոալիցիոն գործընկեր են դարձել Ալիևին ու Հայաստանին ու հայ ազգին փորձում են ամեն կերպ նվաստացնել։ Դրա համար եմ ասում, այդ քարտեզը իրենք որ կպցնեն, միգուցե իրենք այն համոզմունքով են կպցնեն, որ դա հենց արևմտյան Ադրբեջան է, ոչ թե Հայաստանի Հանրապետություն։ Ամեն դեպքում մենք պետքա հասկանանք հետևյալը, որ քանի դեռ մենք ընտրել ենք հարմարվելու, ենթարկվելու, մի կերպ այսպես փորձելով խաղաղություն պահել, հույս ունենալով, որ ժամանակի ընթացքում այսպես ուժ կհավաքենք, կարողանանք դիմադրել եւ այլն, քանի դեռ մենք այս ենթարկվելու, խաղաղեցվելու ճանապարհն ենք ընտրել, ամեն օր, ամեն հերթական օր մի սուր է կախվելու մեր գլխին, սա ուղղակի նման է, գիտեք ինչ, Սասունցի դավթի մեջ Ձենովոհանի, այսպես ասած, կերպարին, երբ ասում է, այո, 40 աղջիկ, այս ինչ գործի համար 40 աղջիկ, այն ինչ գործի համար մենք կտանք, այդքան ոսկի կտանք միայն մեր երկիրը մի ավերի, մի կոտորի, հա, եւ Դավիթն է միայն, որ կանգնում է այս ամեն ինչի դեմ եւ ուղղակի իրավիճակը փոխվում է, երբ որ Դավիթը կանգնում է, որոշում է պայքարել։ Եվ վերջում տեղեկացնենք, որ այս շաբաթ Ստամբուլի Սկյուտար շրջանի Բաղլարաբաշ թաղամասի Սուրբ Պարապետ եկեղեցու թաղային խորհուրդը տեղեկացրեց, որ հուլիսի 7-ի լույս 8-ի գիշեր մի անձ մուտք է գործել գերեզմանատու, վնասել է 6 դամբան եւ մի աղբյուր։
Դեպք խորապես վիրավորել է համայնքի անդամներին, մասնավորապես նրանց, որոնց սիրելիների դամբարանները գտնվում են Սույն գերեզմանատան Աստված հաղորդագրության մեջ։ Պատվիրակությունից հաղորդում է, որ Թաղային խորհուրդն անմիջապես դիմել է անվտանգության պատկան մարմիններին, որոնք շտապ ձեռնարկել են գործողություններ այդ արարքի հեղինակի ինքնությունը բարձրացնել եւ պատասխանատվության ենթարկելու համար։ Սա խոսում է մի բանի մասին, երբ որ մենք չունենք անկախ պետություն, այսինքն հայը ապրում է այլ պետության կազմում, բախվում է նման խնդիրների, ինքը ուղղակի խեղճի կարգավիճակով պետք է դիմի, որ իրեն օգնեն կամ իր սրբությունները կարող են պղծել, չգիտեմ, անարգել ամեն կերպ, ու ինքը իրեն անզոր զգա։ Հենց սրա համար ենք ասում, որ մեզ պետք է անկախ պետություն, մեզ պետք է ուժեղ Հայաստան, մեզ պետք է հզոր Հայաստան, մեզ պետք է ինքնիշխան Հայաստան, սեփական քաղաքական որոշումներ կայացնելու ունակ Հայաստան։ Հենց այս ամեն ինչի համար ենք ասում, որ անկախ Հայաստան ունենալու պարագայում ավելի լավ տնտեսական համակարգ ենք ունենալու, ավելի բարեկեցիկ ապրող քաղաքացիներ ենք ունենալու, հակառակը չի լինելու, այսինքն անկախությունը չի ասոցացվելու վատ ապրելու հետ։ Այն ինչը որ ձեզ տարիներ շարունակ ներկայացան անկախություն ու թալանել են ձեր երեխաների ապագան են, չգիտեմ, կործանել կամ ես ինչ, սա անկախության հետ աղերս չունի։ Փորձենք անգամ կոտրենք այդ անդաճանակվող քարոզը, որ այս հաղթանակը նաև թեկուզ հենց անկախության պայքարի համար հաղթանակը, հա, զոհերի հետ են փորձում ասոցացնեն, պատերազմի հետ են ուզում ասոցացնեն, եկեք մենք շատ ուղիղ ասենք, անկախություն նշանակում է ամենակիչ զոհը։ Անկախության կորուստ նշանակում է առավելագույն զոհեր։ Մենք դա տեսել ենք անկախություն կորցնելուց Խորհրդային Միության տարիներին, երբ որ տասնյակ անգամներով ավելի շատ զոհեր էինք տալիս, հա, 100,000 եւ ավելի զոհեր էինք տալիս, եւ դա ամեն ինչ էր լրիվ օտարպետության համար եւ Հայաստանի համար, հայ ազգի համար որևէ օգուտ դրանից չավ, այդ հաղթանակից իսկ մեր պատերազմների համար շատ ավելի փոքր մասշտաբի պատերազմներն ու շատ ավելի քիչ զոհեր են պահանջվում։ Այսինքն մեկ անգամ ուղղակի պետք է հաղթել եւ դրանից հետո պատրաստ լինել հաղթանակների, պատրաստ լինել թեկուզ եւ նոր պատերազմների, բայց պահելու, որովհետեւ դա է քիչ քանակությամբ զոհ տալու միակ երաշխիքը եւ դա է, որ անգամ երբ որ պատերազմ է լինում, այդ պատերազմը ինչ որ հաղթանակ է ունենում, դա թողնում ես որպես կապիտալ, քաղաքական կապիտալ քո հաջորդ սերունդին։ Նա արդեն քայլում է այդ մի աստիճանից ավելի բարձր սկսած տեղից։ Ոչ թե նորից քանդվում է ամեն ինչ եւ 0-ից պետք է երկիր ստեղծել։ Պետք է համախմբվել առաջիկայում տեղի ունեցող այդ նախապատրաստելիք սահմանադրական հարաքավերի շուրջ, տեղեկացնենք, որ ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը ունեն հնարավորություն կանխելու այդ հարաքավեն։ Հակառակ պարագայում, եթե սահմանադրական հարաքավեն դրվեց, իրենք Փաշինյանն միասին կիսելու են ոչ պատասխանատվությունը, իրենք իրավունք չեն ունենալու ներկայանալ որպես Փաշինյանի ընդդիմադիրներ կամ սահմանադրությանը ոչ ասելու կողմնակիցներ։ Սա ի սկզբանե տեղեկացնում է 6 պատգամավորը ձեզնից է կապված։ Մի այլ տարբերակով կարող են իրենք սահմանադրական կարգը տապալելով իրականացնել սահմանադրական հարաքավե, որը նույնպես պատասխանատու դուք եք լինելու, որովհետև դուք եք ազգային ժողովում ներկայացված որպես ընդդիմադիր ֆրակցիաներ։ Իսկ մենք ներկայացնելու ենք ոչի հարթակը, ոչի ճամբարն են ներկայացնելու, ասելու ենք ոչ Ալիևի կողմից պարտադրված սահմանադրությանը կապ չունի, թե այնտեղ ինչ գրված կլինի։ Ու մենք վստահ ենք, որ մեր ոչը բերելու է հաջորդիվ հաղթանակների։ Լավ մնացեք։ Հաջողություն։